Բարև ձեզ, մեկ րոպե, տեսնեմ։ Այստեղից, որովհետև չգիտեմ ինչու, միևնույնն է, ես իրան պտտեցնում եմ, բայց այստեղ էկրանը միշտ դժգոհում է, որ իրան պտտացրած։ Եվ նյարդերից վրա է հաստում։ Մեկ րոպե։ Բլոկում է էկրանը, ու չի լինում պտտեցնել։ Հուսով եմ լայնքով է։ Ահա, ողջույն բոլորին։ Ալիքների մասին եմ ուզում խոսել։ Ճիշտն ասած մի նամակ եմ ստացել, որից հետո որոշումս փոխել եմ, բայց այս որոշումս փոխելը դեռ չգիտեմ որքան ժամանակ կարող է տևել։ Բարև ձեզ բոլորին։ Ալիքներից որոշ ալիքներ կբացվեն, բայց չեմ կարող հստակ ասել, որքան ժամանակ այդ ալիքները կաշխատեն, որովհետև ես նոր պրոյեկտ եմ սկսում և եթե սա խանգարի ինձ, ես էլի դուրս կգամ, բայց այս անգամ պրոյեկտների պատճառով իհարկե, որպեսզի ոմանք կներեք արտահայտությանս համար չլոճվեն և իրենց դնեն ավելի լավի տեղ, այսինքն այնպես արեցին, որ ես կարողացա դուրս գամ։ Ես նմանատիպ նամակ եմ ստացել, նամակ չէ, նամակներ եմ ստացել, բանի տեղ չէի դնում, բայց իրոք պետք է բանի տեղ դնել։ Որոշ ուրախացած մարդիկ են դա ուղարկում, դե քանի որ աստղաբանության ալիքը առայժմ բլոկված է, լուսնային օրացույցի ալիքը ևս բլոկված է այս պահին, կբացվեն, այսինքն կրկին կկարողանամ դիմել սեպտեմբերի կեսերին, դեռ արդեն չգիտեմ սեպտեմբերի կեսերին կաշխատեմ թե ոչ, որովհետև անգամ այսքանի օրը շատ կարևոր որոշումներ կան կայացնելու, եթե այդ որոշումները կայացնեն, ոնց որ շատ քիչ ժամանակ է ինձ մնում, որպեսզի ես ինչ-որ գործողություններ անեմ, ավելի շատ ոնց որ ուշ ժամին է մնում, քան առավոտյան։ Դրա համար հստակ չեմ կարող ասել, որքան ժամանակ այն կբացվի և հստակ երբ կարող է նորից փակվել, բայց այս անգամ կփակվի ոչ թե ինչ-որ 1-2 որևիցե աներես կենդանու պատճառով, այլ ուղղակի իմ գործունեության, որ մարդիկ ճիշտ հասկանան, որ չլոճվեն ու ինձ ինչ-որ նախադասություններ չուղարկեն, որ տեսար, որ դու միևնույնն է, խաբեբա ես, ինչպես որ այնտեղ նշել էին։ Ես ուզում եմ, որ տեսնենք, թե ովքեր են մեզանից խաբեբաները, ովքեր են իրական մատուցում մարդկանց իրենց կանխատեսումները և այլն։ Խորհրդատվություններ ևս կարող են ընդունվել, բայց շատ հակիրճ տարբերակով, ոչ թե ձեր ամբողջ կյանքը մանրամասն, այլ այնպես, ինչպես որ մնացած աստղաբաններն են ասում։ Հակիրճ, կարճ, երկու նախադասությունով ամեն մի մոլորակի մասին։ Շատ երկար եմ խոսում ես ընդհանրապես։ Նման բաներ չի լինի։ Առաջինը և վերջինը մեկնաբանությունները փակվում են։ Լուսնայինը հիմա որտեղ որ կա, լուսնայինները այդ լուսնայիններում էլ ևս մեկնաբանությունները կփակվեն։ Եթե պետք է ինչ-որ որոշ ժամանակ ևս աշխատեմ, դա կլինի միայն այն դեպքում, երբ որ ոչ ոքի հետ կապ չունենամ։ Նույնն էլ Facebook-ում, չգիտեմ Facebook-ը կլինի բացել թե ոչ, բայց եթե լինի բացել, ապա միևնույնն է, այնտեղ ևս մեկնաբանությունները փակ են լինելու։ Այնտեղ ես չեմ լինելու։ Դա մեկընդմիշտ կարելի է ֆիքսել, այնտեղ ամբողջությամբ ուրիշ մարդ է լինելու, Հասմիկն էլ չկա, Լիլիթն էլ չկա, այնտեղ ամբողջությամբ ուրիշ մարդ է լինելու։ Միայն կիսվելու է տեսանյութերով, որոնք որ կտեղադրի ինքը ալիքում, նույնն էլ հենց կկիսվի այնտեղ և այնտեղ ևս կփակվի մեկնաբանությունները։ Դա իմ խաղաղ ապրելու միակ պայմանն է, որովհետև նոր էլ որ էլի ասեցի, խոսում էինք աղջիկս հետ, ասեց, եթե էլի չես ներվայնանա, այդքան կարող ես բացել, եթե էլի պետք է ներվայնանաս, անգամ մորուքները ծռեց, որ արժի բացել, թե ոչ։ Որովհետև իրոք
ահավոր է այս ասպարեզը։ Շատ մարդիկ չեն պատկերացնում, բայց իրոք շատ ահավոր է այս ասպարեզը։ Թե հիմա դարձել է ահավոր, թե այդպիսիներ, թե ինչը համենայն դեպս շատ վատն է սա։ Մրցույթ է, ես ուզում եմ սրանով շեշտել նաև մնացած մասնագետներին, այլևս ոչ մի թեմա, ոչ մի խոսակցություն ձեր մասին, բացարձակապես իմ մասին թեմա լսեցի, շատ վատ կանդրադառնամ դրան, ոչ թե ելույթ կունենամ, այլ ինչ-որ գործողություններ հստակ ձեր նկատմամբ, դա մեկընդմիշտ հիշեք։ Ոչ ոքի կյանքին չեմ խառնվի, ոչ մի մասնագետի, ոչ մի բան։ Եթե կցանկանաք լսել, լսեք։ Եթե չէ, շեշտում եմ հիմա, մեկ շաբաթը փորձնական է։ Մեկ շաբաթից հետո մարդիկ եթե չլայքեցին, եթե դիտողականություն չեղավ, ինստինկտյան փակվում է դա։ Փակվում է այդ ալիքը, որովհետև ես էլի եմ ասում, ես ունենում եմ ընդամենը մի քանի ժամ էլ երևի չէ։ Վաղը երկուշաբթի է, վաղը ամեն ինչ պարզ կլինի։ Ես քանի ժամ կունենամ ազատ, 1 ժամ, 2 ժամ, կես ժամ, հնարավոր է կես ժամվա մեջ ընդամենը ինչ-որ լուսնային հասցնեմ միայն անել, կախված է թե ինչ կարողանամ ես անել այդ ժամանակահատվածում։ Եվ չեմ ուզենա, որ այդ ժամանակահատվածը տրամադրենք որևիցե մեկի մասին խոսելու համար, որևիցե մեկին քննադատելու, մեկին իրանց խոսքերը կրկին իրենց հետ վերադարձնելու, մի խոսքով այդ անիմաստ բաները, որոնք որ մեր կյանքը խլում են, նման բաներով չենք զբաղվելու։ Զբաղվելու ենք միայն կանխատեսումներով, որոնք որ ձեզ են վերաբերվում միմիայն եւ իրոք շատ շնորհակալ եմ բոլորից։ Viber-ը ճիշտ է, չի աշխատում ինքը ընդհանուր, բայց Viber-ը իմ մոտ է եւ ես տեսնում եմ ձեր բոլորի նամակները, այնպես չի որ այդ համարը բացված է Viber եւ այդ համարով ուղղակի ավել նաեւ ունենում էր Հասմիկը կամ Լիլիթը։ Ամենայն դեպս այդ Viber-ը իմ հեռախոսի մեջ է։ Ես դա չեմ օգտագործում ուղղակի որպես Viber, ծնողիս հետ խոսում եմ WhatsApp-ով, դրա համար ինքը այդպես մնացել է։ Բարև ձեզ, մենք հիմա դրա մասին ենք խոսում։ Շատ մարդիկ վիրավորվում են, որ ասում են մեզ հետ այդ տոնով մի խոսի, երևի նոր են այդ մարդիկ, երևի նոր են եւ չեն կարողանում, չեն դեռ ընկալել, չեն պատկերացնում ինչպես եմ ես խոսում, որովհետեւ դա իմ տոնի մի մասն է, ես այդպես եմ խոսում, թե հիմա ով ինչպես է հասկանում այդ տոնի մեջ ինքը իրան վիրավորում է, ինչ է հասկանում, ես արդեն ոչ ոքի մասին չեմ կարող ասել, բայց դա իմ տոնն է եւ առհասարակ ես այդպես եմ խոսում։ Ովքեր ինձ վաղուց արդեն ճանաչում են, գիտեն, որ դա իմ խոսելու մի մասն է, իմ ձայնային տոնն է եւ ես չեմ կարող դա փոխել, սկսել փիսիկի նման խոսել, որ ինչ-որ մարդիկ իրենց լավ զգան կամ հավանեն կամ եւ այլն։ Դե գիտեք, շատ հեշտ է ասել բանի տեղ մի դիր։ Շատ հեշտ է ասել։ Օրինակ, ես հենց հիմա ընդհանրապես խոսում եմ ինչ որ ձայնիս մեջ տոնով, մարդիկ արդեն իսկ ոգևորվում եւ հետադարձ ինչ որ բաներ են պատասխանում։ Բա որ այդ տոնի փոխարեն բացում ես, որ տեսնես մարդիկ քեզ ինչ են գրել, որ եթե ինչ որ մեկին պետքա պատասխանես, ու տեսնում ես վատ բաներ, միևնույնն է, ինչ էլ որ լինի, տրամադրություն տնկնում են, նյարդայնանում ես, դուրս ես գալիս այդ պահին, ինչ ուզում ա լինի, դուք ինքներդ ձեր վրա վերցրեք, որ բացում եք, օրինակ Facebook եք գցել ձեր նկարները կամ ինչ-որ մի բան, բացում եք եւ տեսնում եք շատ վիրավորական ձեզ բառեր։ Կլռեք, կասեք փոքր հոգի մարդ հա թող գրի էլի, չեք լռում, անհնայն է դա, ուղղակի հեշտ է ասել, որ բանի տեղ մի դիր դրանց, որովհետև գիտենք բոլորս, որ ինչ-որ մեկից դա սարքած է լինում, ինչ-որ մեկ իր չար մտքերն է տեղադրում, բայց չէ որ դա ամբողջը բացասական էներգիա են, որոնք որ ազդում են քո վրա, դա քո կյանք է մտնում այդ բացասական էներգիան, եւ դու չես կարող այդպես բացասական էներգիայով շարունակես աշխատել։
Եթե էլի եւս մեկ անգամ էլ կշեշտեմ, եթե մարդը գումարի համար է անում, ասում է հա դե լավ է, ուրեմն լավ եղավ, մտավ, նայեց, մեկ դիտում ավելացավ, մեկնաբանություն գրեց, տեսանյութս այդ մեկնաբանությունից միգուցե եւս մեկ անգամ ավելացավ, առաջ գնաց, հա, որովհետեւ եթե դուք մեկնաբանություն եք գրում, այդ ոնց որ այդ տեսանյութը տեղաշարժվում է, հա, ինչ որ ձևով առաջ է գնում։ Եվ դրա համար որ մեկնաբանությունները փակում եմ, ինձ համար միևնույնն է, այդ տեսանյութերը առաջ կգնան, թե ոչ, ինձ համար կարևորը որ մարդիկ նայեն։ Եթե դուք գրանցված եք, բնականաբար ձեզ գալիս է։ Իսկ եւ մնացած ուրախանում են, որ եւս մեկ հոգի ուրեմն մտել է, չէ՞, մտել է իր տեսանյութում դիտողականությունը ավելացրել եւ պլյուս դրան էլ մեկնաբանություններով առաջ է գցել իր այդ կանխատեսումը կամ այնինչ տեսանյութ, որ ինքը անում է։ Մի խոսքով, այսքանն էր ասելիքս, եթե ինչ-որ մի բան էլ փոխվի, այս անգամ ոչինչ չեմ ասի, միանգամից կանջատեմ, կփակեմ ամեն ինչ, այլևս ոչինչ էլ չլինի, բայց դա կլինի միայն, երբ որ ես իրոք շատ եմ զբաղված լինելու, որովհետև ես ամենտեղ փակելու եմ եւ ես վիրավորական ոչինչ չեմ ստանալու բնականաբար, ոչ ոքի սարկածը, ոչ ոքի իրականությունը, ոչ ոքի բացասական մտքերը, չէ, չեն գալու ինձ։ Միայն ես էլ եմ ասում, վաղը հստակ պայմանագիր կարող եմ կնքել եւ այդ պայմանագրից ելնելով ես չգիտեմ արդեն ինձ մոտ քանի ժամ կունենամ ես օրվա ընթացքում ազատ է, առավոտյան հաստատ ազատ չեմ։ Մինչև դե հեսա գնում եմ Ավստրալիա ամենայն դեպս մինչև Հայաստանի ժամանակով չգիտեմ ինչքան, Ֆրանսիայի ժամանակով եթե վերածենք, Ֆրանսիայի ժամանակով չեմ կարող վերածել։ Մի խոսքով ամբողջ ցերեկը ինձ մոտ ամբողջ ցերեկը մինչև ժամը 4-ը, 4-ը 4:30 ես զբաղված եմ լինում։ Եվ դրան չեմ կարող ոչինչ անել, այ ես զբաղված եմ լինում իմ գործերով։ Հետո արդեն 4:30-ից պայմանագիրը կնքելուց հետո, եթե նորից էլի պետք է անդրադառնամ այնտեղ, ուրեմն քիչ ժամանակ է մնում, չեմ կարող հստակ ասել, երբ ինչ կլինի եւ երբ կվերջանա այս ամեն ինչը։ Որ ուղղակի որոշ մարդիկ չհասկանան, որ կարողացան իրենց վիրավորանքներով ինձ հետ պահել։ Դրա համար Facebook ես չեմ մտնի, ոչ ոքին ոչինչ չեմ գրի, որ ոչ նյարդայնանամ, ոչ էլ ինչ-որ մեկը որոշի, որ պետքա ինձ վիրավորի, որովհետև ես աստղաբանությամբ եմ զբաղվում կամ ինչ-որ բաներով եմ զբաղվում։ Այ օրինակ Ֆրանսիայում երեք խաղ կա, մեծ խաղ է դա, շատ լավ խաղ է, հարց ու պատասխան ընդհանրապես տրամաբանորեն է, տրամաբանական խաղ է, մարդու ուղեղի պարունակություն, թե ինչքանով արագ է ինքը տրամաբանում, վերլուծում այդ ամեն ինչը։ Եվ 50 հոգուց մեկը ընդհանրապես Ֆրանսիայում կան այդպիսի մարդիկ եւ կա այդպիսի ապարատ, որը որսում է հոգիներին։ Եվ այդ աղջիկը ասաց, որ ինքը, ես տեսել եմ հեռուստացույցով այդ աղջիկան, ինքը հոգիներ է որսում։ Այսինքն գնում է մարդկանց տուն եւ այդ ապարատի միջոցով տեսնում է այդ հոգուն, անգամ ապարատի միջոցով կարողանում են խոսել հոգու հետ եւ ուզում են հասկանալ ինչու է այդտեղ, ինչ է ուզում, հա, ինչու է մնացել օրինակ այդ տանը կամ եւ այլն, ինչ որ հարցեր, հա, իրենք գնում են պարզում։ Պարզ երևում է, ես ինքս եմ տեսել տեսանյութով, ցույց են տվել ինչպես է երևում հոգին եւ ինչպես է խոսում։ Խոսալը մենք նորմալ չենք հասկանում, որովհետեւ ինչ որ բաներ կա, այնտեղ գրում է ավելի շատ։ Այդպես որսում են։ Այդ աղջիկը նման գործով էր զբաղվում եւ ինքը բացահայտ 50 հոգի միայն խաղացողներ էին եւ բավականին շատ մարդիկ նստած եւ պլյուս չասեմ, որ Ֆրանսիան 76 միլիոնանոց մարդ է եւ այնպիսի ալիքով է ցույց տալիս, որ երևի թե Ֆրանսիայի 90% այդ ալիքին է հետևում, այդտեղով ինքը բարձրաձայնեց, որ ինքը օրինակ հոգիներ է փնտրում, հոգիներ փնտրում, այդ մասնագիտությամբ է զբաղվում, ոչ ամաչեց, ոչ գլուխը կախեց, ոչ էլ, հիմա դա էր այդ պահին ինքը, այս պահին, հա, իր այս տարիքում ինքը այդ դանով է զբաղվում եւ
ամաչելու ոչինչ չուներ։ Եվ իրան ոչ ոք այնտեղ չկպավ, հա, այդ հաղորդավարը ուղղակի 1-2 անգամ շեշտեց, որ ունենք հոգիներ փնտրող, ունենք սա, հա, դա ֆրանսիացիների ձև են, հա, որ ինչ որ կատակ են անում, բայց ինչ որ ձևով վիրավորական նաև բան կա դրա մեջ։ Ամենայն դեպս բայց այդ աղջիկը ոչ մի բան, ուղղակի այդպես մի տեսակ sense եղավ, մի բա, բայց ինքը բարձրաձայն ասեց իր մասնագիտության մասին, իր զբաղմունքի մասին, հիմա կարող մասնագիտություն չի իրան որպես այս զբաղմունքը։ Շատ կան եւ Ֆրանսիայում հերոստատեսությամբ ցույց են տալիս նման մարդկանց, ովքեր որ նման գործերով են զբաղվում։ Չգիտեմ ինչու եք գրում ջնջում, ես տեսնում եմ ձեր գրասները։ Ես նայում եմ ձեր գրասներին ու եմ խոսում։ Մի ջնջեք, դա տհաճ բանն է այս կյանքում, որ մարդը իր վրա վստահ չի, որ գրում հետո ջնջում է։ Եթե հատկապես սխալներով եք գրել, ոչինչ, միևնույնն է, ես տեսնում եմ, ես կարդում եմ։ Հետո որ ջնջվում է, դա արդեն շատ տհաճ է։ Պետք չի, դա արդեն խոսում է անինքնավստահության մասին։ Եթե վստահ եք ձեր գրառման մեջ, պետք չի երբեք ջնջել։ Թեկուզ եթե վատ բան եք գրում, եթե լավ բան եք գրում։ Դա ինձանից խորհուրդ։ Ավելի տհաճ է նայվում այն, որ դուք թույլ գտնվեցիք, ձեր գրածը ջնջեցիք, քան այն, որ դուք կարող եք վատ բան գրել։ Ես այդպիսի մարդկանց ավելի շատ եմ հարգում իրոք, եթե չարությամբ կամ մեկ ուրիշի ազդեցությամբ չի գրում, այլ ուղղակի ինքը այս պահին է մտածում, է գրում։ Ուղղակի հարկի շատ նախանձողներ կան, դա մենք էլ գիտենք, ներվետս քայքամ, դե ներվերս բա քայքայվում է։ Չես կարող, իրոք չեմ կարող։ Ես այնպեսի մարդ եմ, որ չեմ կարող բան տեսնել։ Ավելի լավ է ես չտեսնեմ, ինչ որ մարդիկ որ ինչ են ուզում գրեն, ինչ են ուզում անեն, որտեղ մարդը կատաղի ուզենա գրի ինչ որ մի բան, ու չկարողանա գրի, դա ավելի լավ է, քան բացեմ տեսնեմ վատ բաներ ա գրած։ Բարև բոլորին։ Խորհրդատվության համար կախված է թե ինչ խորհրդատվություն եք ուզում եւ գումարը ուղարկում եք Հայաստան։ Գումարը չի գալիս այստեղ, որովհետեւ հարցերի քանակները շատ սահմանափակ են, քիչ են, այսինքն մեծ գլոբալ հարցերի պատասխաններ չեն լինելու։ Լուսնայինի ժամանակ, լուսնայինը չեմ նշելու արդեն թե ծնված մարդը ինչ է սպասվում։ Նախ ասեմ, այդտեղ շատ հայկիրճ է ձևակերպվում, թե ինչպես